Լոռու մարզպետի աշխատակազմը պատրաստվում է առաջարկությամբ հանդես գալ ավելի քան 13 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ փաթեթի մասին է խոսքը եւ երրորդ հանրապետության պատմության ընթացքում Վանաձորի համար մեկ տարվա համար նախատեսված սա աննախադեպ բյուջե է եւ աննախադեպ ծրագրային փաթեթ։ Խոսքը շուրջ 42 փողոցների հիմնանորոգման մասին է։ Մասնավորապես Տիգրան Մեծ պողոտայի 1 կիլոմետր 170 մետր նախնական արժեքը 643 միլիոն 500 հազար դրամ։ Ոչ միայն փողոցի ասֆալտապատման մասին է խոսքը, նաև մայթերի սալարկման, լուսավորության նոր համակարգի անցկացման, լարերը քողարկված գետնի տակ, նախատեսվում է շենքերի ճակատային հատվածների լուսավորության համակարգի անցկացում, կանգառասրահների փոխարինում, կա ճարտարապետների խումբ, որոնց հետ աշխատում ենք, ժամանակակից արվեստի գործեր պետք է տեղադրվեն մայթեզրերին, որոնք նաև գիշերային լուսավորությամբ պետք է ընդգծվեն, եւ ուզում եմ ընդգծել, որ Տիգրան Մեծ պողոտան իր ճարտարապետական տեսքով իսկապես առանձնանում է եւ խնդիր կա քաղաքի ճարտարապետական դեմքը ընդգծելու նաև գիշերային լուսավորության համակարգի անցկացման։ Իսկապես բավականին մեծ նախագիծ է եւ հաշվի առնելով, որ սա քաղաքի կենտրոնական արտերիան է, մենք չենք ուզում միայն ասֆալտապատմամբ եւ մայթերի սալարկմամբ այստեղ սահմանափակվել եւ բնականաբար հասկանում ենք նաեւ, որ այս ծրագիրն իրագործելու նպատակով մայթերն ամբողջությամբ պետք է բացազատվեն։ Չուխաջյան փողոցի հիմնանորոգում 950 մետր 209 միլիոն դրամ 23000 շահառու, Տարոն 4 թաղամասի ներհամայնքային փողոցներ, Տարոն 4-ի վրա մեծ շեշտադրում է արվել 6 կիլոմետր 300 մետր նախնական երկարությամբ ցանց է նախատեսվում 13 փողոց Տարոն 4-ում եւ ինչու փողոցները չեմ առանձնացնում, որովհետեւ Տարոն 4-ի փողոցները մեծամասամբ անվանակոչված չեն եւ նաեւ համարակալված չեն, բայց սա շատ ծավալուն փաթեթ է Տարոն 4-ի համար։ Տարոն 3 թաղամասի ներհամայնքային փողոցներ 850 մետր 102 միլիոն դրամ, Տարոն 2 եւ Տարոն 4 թաղամասերը կապող էստակադայի ավարտում 210 միլիոն դրամ նախնական արժեք 35000 շահառու, այստեղ խորհրդային տարիներին կիսատ մնացած էստակադայի մնացորդներ կան այսպեսին, որոնք պետք է գնահատվեն դեռ, հասկանանք դրանց վթարայնության աստիճանը եւ փորձենք էստակադան ավարտին հասցնել։ Միասնիկյան փողոցի հիմնանորոգում 1 կիլոմետր 300 մետր, սա արդեն նշվեց, մեծամասամբ կկրկնվեն ծրագրերը, որոշակի հավելումներ կան։ 325 միլիոն դրամ նախնական արժեքով 12000 բնակիչ, 2 դպրոց եւ 1 մանկապարտեզ այս ճանապարհին, Ստեփանձորյան փողոցի հիմնանորոգում 1 կիլոմետր 660 մետր, շուրջ 300 միլիոն դրամ 18000 բնակիչ, ինչպես նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնը այս ճանապարհին, Հակոբյան փողոցի հիմնանորոգում 1 կիլոմետր 500 մետր 270 միլիոն 12000 բնակիչ, Թևոսյան փողոցի հիմնանորոգում շուրջ 2 կիլոմետր 354 միլիոն դրամ, Խուդյակով փողոցի հիմնանորոգում 800 մետր 136 միլիոն դրամ, Գայի փողոցի հիմնանորոգում 800 մետր 144 միլիոն դրամ, Ամիրյան փողոցի հիմնանորոգում 950 մետր 171 միլիոն դրամ, Նարդոսի փողոցի հիմնանորոգում 910 մետր 154 միլիոն 700 հազար դրամ, այստեղ վերջին անգամ 1983 թվականին են հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել։ Նիզամի փողոցի հիմնանորոգում շուրջ 2 կիլոմետր 336 միլիոն դրամ, 13000 բնակիչ էլի 1983 թվականին են աշխատանքներ արվել։ Խնձորուր երկրորդ փողոցի հիմնանորոգում 600 մետր 90 միլիոն դրամ, Հալաբյան փողոցի մասնակի հիմնանորոգում, այստեղ անավարտ կիսատ մայթերի մասին է խոսքը։ Մաշտոցի փողոցի հիմնանորոգում 1 կիլոմետր 450 մետր 261 միլիոն դրամ, 13000 բնակիչ, էլի 1983 թվականին վերջին անգամ աշխատանքներ են արվել, հաջորդիվ թվարկող փողոցներում հիմնականում 1983 թվականի աշխատանքներ են, այսինքն ավելի քան 40 տարի այս փողոցները հիմնանորոգման ասֆալտապատման երես չեն տեսել։ Մելքոնյան փողոցի հիմնանորոգում 600 մետր 96 միլիոն դրամ, Աճարյան փողոցի հիմնանորոգում 500 մետր 80 միլիոն դրամ, Կնունյանց փողոցի հիմնանորոգում 900 մետր 142 միլիոն դրամ, Կոմիտասի փողոցի հիմնանորոգում
450 մետր 72 միլիոն դրամ, Իսրայել օրու փողոցի հիմնանորոգում 360 մետր 54 միլիոն դրամ, նախատեսվում է Գուգարք Շահումյան դարպաս բնակավայրերի ներհամայնքային փողոցների հիմնանորոգում Գուգարքում 2 կիլոմետր 240 միլիոն դրամ և Շահումյանում ու դարպասում 1 կիլոմետր 120 միլիոն դրամ։ Սա ճանապարհաշինության մասով և ինչպես նկատեցիք հիմնականում արդեն շեշտադրում է արվում ծայրամասային թաղամասերի վրա, որտեղ կենտրոնում արդեն բավականին բարվոք վիճակ ունենք։ Հանրային տրանսպորտի ձեռքբերում ավտոբուսների մասին է խոսքը 45 ավտոբուս 1 միլիարդ 710 միլիոն դրամ լոգիստիկ վերլուծություն կատարված և մասնագետներն ընդգծում են, որ 45 ավտոբուսով ընդհանուր քաղաքի տրանսպորտային համակարգի խնդիրը ընդհանրապես լուծվում է։ Կանգառասրահների կառուցում 240 միլիոն դրամ, ճարտարապետական տեսքի մասով էլի բավականին մեծ աշխատանք է արված, բավականին գեղեցիկ կանգառասրահներ են նախատեսվում։ Շնորհակալություն։ Բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգում 100 բակ է նախատեսվում, բացի նշված 50-ը 1 միլիարդ 400 միլիոն դրամ, տրամաբանությունը հարցնում եք ինչպես է որոշվում։ Բնակչության թվականակով 1064 բազմաբնակարան բնակելի շենք կա Վանաձոր քաղաքում և համայնքապետարանի մեր գործընկերների հետ որոշել ենք, որ գնալու ենք նվազման կարգով, այսինքն պայմանական 1-ից 100, հետո շարունակելու ենք 100-ից ներքև։ Բազմաբնակարան շենքերի վերելակների տեղադրում 100 վերելակ է նախատեսվում 950 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ, Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգու հիմնանորոգում 375 միլիոն դրամ, գիտեք, որ վարձակալական պայմանագրերով է ծանրաբեռնված և ես հուսով եմ, որ մենք արագ այս վարձակալական պայմանագրից կազատվենք, որովհետև նաև պայմանագրի պայմանները պահված չեն, այս մասով մենք առաջիկայում քննարկում կունենանք։ Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգու ատրակցիոն պարկի հիմնում 600 միլիոն է նախատեսվում, տեսել եք Ստեփանավանում ինչ գեղեցիկ ատրակցիոն պարկ ունենք, ուզում ենք նորից մասշտաբային նման մի բան ունենալ մարզ կենտրոնում։ Քաղաքային լճերի տարածքի բարեկարգում Տանձուկ գետի հունի վերակառուցում 520 միլիոն է նախատեսվում, այստեղ հավելյալ քննարկում կունենանք, պարոն Այվազյան, ես որոշակի տեղեկատվություն կարող կփոխանցեմ, դեռ առաջ չեմ ուզի անցնել, բայց մեծ նախագիծ է այստեղ պլանավորվում։ Տանձուկ գետի հունի մաքրման մասով վերջերս ջրային կոմիտեի նախագահն էր մարզում, պարոն Ղալամքարյանը, և խնդրել ենք հնարավորության դեպքում պետբյուջեի միջոցներով ամբողջ հունի մաքրման աշխատանքներ պլանավորել, որպեսզի դա չծանրաբեռնենք համայնքային բյուջեի վրա։ Շահումյան համայնքի մանկապարտեզի կառուցում, ինչպես արդեն նշվեց, Կոմիտասի և Թումանյանի հրապարակների բարեկարգում է նախատեսվում, մոտարկված արժեքները յուրաքանչյուրը 400 միլիոն դրամ, և թե Կոմիտասը և թե Թումանյանը հրապարակները, օղակները լայնամասշտաբ հիմնանորոգման են ենթարկվելու, Կոմիտասի հրապարակը ընդհանրապես քաղաքի N6 միջպետական ճանապարհի կողմից քաղաքի հյուսիսային մուտքն է և իսկապես շատ կարևորում ենք, որ հենց մուտքից արդեն կարողանանք ունենալ այնպիսի բարեկարգ հրապարակ, որը պատկերացնում ենք։ Տեխնիկայի պարկի հիմնում Տարոն 3 թաղամասում 357 միլիոն դրամ, ընդհանուր փաթեթի արժեքը 13 միլիարդ 255 միլիոն 600 հազար դրամ։ Սա է առաջարկը, խնդրում եմ կազմել արձանագրություն առաջարկության մասով։ Ես վստահ եմ, որ այս ծրագրերը սեղանին դրված չեն մնալու։ Մենք բոլորս այստեղ ներկաներով հավաքված շատ լավ հասկանում ենք, որ առանց հավաքական նիստի այս ծրագրերը կառավարություն չեն կարող ուղարկվել և 100,000 բնակիչ 2021 թվականին 33 ընտրյալ է առանձնացրել իր միջից և ես հուսով եմ և վստահ եմ և հավատում եմ հավաքականու անդամների ողջախոհությանը, որ հանուն Վանաձոր քաղաքի 100,000 բնակիչների, այն քաղաքացիների, ովքեր իրենց տվել են քվե և դարձրել հավաքականու անդամ, այս ծրագրերը սեղանին չեն թողնի, եթե կան առաջարկներ, եթե կան դիտարկումներ, եթե կան հավելյալ առաջարկներ, դրանք բոլորը քննարկման ենթակա են, մենք պատրաստ ենք լսել դրանք, բայց
քաղաքի զարգացումը կաթվածահար անել ուղղակի չի կարելի, օրակարգում չկա որևէ քաղաքական հարց, օրակարգում չկա որևէ քաղաքական հակադրություն, օրակարգում կա մեկ հարց՝ Վանաձոր քաղաքի զարգացումը։ Եվ ես հուսով եմ, որ խոչընդոտներ չենք ունենալու։ Մենք կրկնում եմ հանուն Վանաձորի եւ վանաձորցու։ Շնորհակալ եմ։